Ռուսաստանի Պետդուման պատրաստվում է զգալիորեն խստացնել միգրացիոն կանոնները։ Փոփոխությունները կտարածվեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա, փորձագետների գնահատմամբ նորամուծություններից տուժողների թվում կլինեն նաև Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, նախ ինչ նոր փոփոխությունների մասն է խոսքը։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վիչեսլավ Վալոդինը պարզաբանել է, ասել է, որ քննարկվում է մի օրենսդրական փաթեթ, որի ընդունման դեպքում զգալիորեն կավելացվի ցանկը այն վարչական խախտումների, որոնց կատարողներին կարող են երկրից վտարել, այսինքն արտաքսել։ Մինչ այդ ցանկը այդպիսի խախտումների բաղկացած էր 22 կետից, 22 տարբեր վարչական խախտման դեպքում հնարավոր էր Ռուսաստանից արտաքսել։ Այս փոփոխությունների կատարման դեպքում այդ ցուցակը կավելանա եւ 45 տարբեր խախտման դեպքում կկարողանան օտարերկրացիներին վտարել Ռուսաստանի տարածքից։ Մի քանիսը այդ 45-ից հիշատակ եմ, հատկանշական են եւ մի քանիսը կարելի անգամ էկզոտիկ համարել։ Օրինակ, այդ ցանկում է լինելու Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկող տեղեկության տարածումը, կամ անցանկալի կազմակերպությանը անդամակցելը, կամ չարտոնված հանրահավաքներին մասնակցելը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր հնչեցնելը, կոչեր այնպիսի գործողություններին, որոնք հակասում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը եւ ընդհանրապես դեստրուկտիվ տեղեկության տարածում։ Դա նույնպես հիմք է Ռուսաստանից օտարերկրացու վտարման համար։ Եվս մի վիճելի հանգամանք, սահմանապահ ծառայության օրինական պահանջին չենթարկվելը նույնպես հիմք է լինելու օտարերկրացուն երկրից արտաքսելու համար։ Ընդ որում այս հիշատակած խախտումները այնպիսի խախտումներ են, որոնք այսպես դժվար է նկատել եզրը, թե ինչից հետո է դա արդեն իսկապես վարչական խախտում, իսկ որից առաջ դեռ կարելի է չդիտարկել որպես վարչական խախտում։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք։ Եթե մինչ այդ արտաքսման մասին որոշումը կայացնում էր դատարանը, ապա այս օրենսդրական փոփոխությունների դեպքում պարզապես իրավապահ մարմինների աշխատակիցները իրավասու կլինեն այդպիսի որոշում կայացնել։ Այսինքն մինչ այդ դատարանում փաստաբանը կարող էր մեղմացուցիչ հանգամանքներ հիշատակելով կամ օգտագործելով հասնել դրան, որ այնուամենայնիվ այդպիսի վճիռ չկայացվի, այս դեպքում դատարանի բանը չի էլ հասնելու եւ իրավապահ մարմինները ինքնուրույն կկայացնեն այդ վտարման մասին որոշումները։ Արդյոք նկատենք, որ անընդհատ խստացվում են միգրացիոն կանոնները։ Իսկապես միգրացիոն կանոնների խստացման process-ը սկսվեց 24 թվականի մարտին Մոսկվայի այդ Crocus Hall կոչվող համալիրում ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինի հանձնարարականով սկսեցին խստացնել միգրացիոն կանոնները, Պետդուման դրանից հետո մի քանի մեծ փաթեթ ընդունեց միգրացիոն կանոնների բարեփոխման, բայց հետաքրքիր է, որ զուգահեռ նաև հակառակ process-ն է տեղի ունենում։ Ընդամենը մի քանի օր առաջ, հունիսի 26-ին Վլադիմիր Պուտինը ստորագրեց համաձայնագիր, որով արգելեց արտաքսել երկրից այն վարչական կանոնները խախտած այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի զինված ծառայությունների հետ պայմանագիր են ունեցել եւ այդ պայմանագրի շրջանակներում մասնակցել են ռազմական գործողություններին Ուկրաինայում։ Այսինքն, եթե մարդ ծանր խախտում է կատարում, բայց կռվել է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կազմում, նրան դա փաստորեն ինդուլգենցիա է շնորհվում։ Իսկ այն օտարերկրացին, ով չնչին խախտում է կատարում վարչական օրենսգրքի, վտարվում է երկրից եւ ինչպես հասկանում եմ, ընդմիշտ այլևս Ռուսաստան առանց այցելելու իրավունքի։ Սովորաբար բազմաթիվ երկրներ պայքարում են այսպես լավ միգրանտների համար, օրինապաշտ միգրանտների համար։ Ռուսաստանում փոքրինչ այլ մոտեցում է, այնտեղ առաջնահերթությունները այլ են հաշվի առնելով հայտնի հանգամանքները։ Եվ ինչպես սկզբում զրույցի նշեցինք, այս ամենը իհարկե կազդի նաև Հայաստանի քաղաքացիների վրա։
Բնական է, որ այս փոփոխությունները չեն տարածվի Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների վրա, բայց Հայաստանի քաղաքացիների վրա, որոնք Ռուսաստանի տարածքում են, այն իհարկե կտարածվի, չնայած դրան, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետությունն է եւ քաղաքացիները օգտվում են որոշակի առավելություններից։ Այսպիսով, պես խոցելիությունը աճում է եւ ցանկացած տեսակի հանրային ակտիվությունը կարող է խնդրահարույց դառնալ։ Մի քանի դեպք հիշատակեմ, որի արկայության դեպքում հնարավոր է խնդիրներ ունենալ Ռուսաստանում։ Օրինակ, եթե Հայաստանի քաղաքացին հանրային ձևով արձանագրի այն փաստը, որ Ղրիմը հանդիսանում է միջազգայինորեն ճանաչված Ուկրաինայի տարածք, դա կարող է հիմք հանդիսանալ քաղաքացու երկրից Ռուսաստանից արտաքսելու համար։ Կամ ենթադրենք, եթե իր սոցցանցերում հրապարակի ուկրաինական զինված ուժերի կողմից խոցված ռուսաստանյան նավթամշակող ձեռնարկության հրդեհը։ Դա էլ կարող է դիտարկվել որպես Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկման փորձ։ Կամ եթե օրինակ հրապարակի Ռուսաստանի զինված ուժերի ոչ պաշտոնական կորուստների թիվը Ուկրաինայում, դա նույնպես կարող է դիտարկվել որպես այսպես թշնամական վերաբերմունք եւ այդպիսի տեղեկություն տարածող օտարերկրացուն, այս դեպքում Հայաստանի քաղաքացուն, նույնպես կարող են վտարել Ռուսաստանից։ Եվ անգամ օրինակ եմ բերում, հայ ավետարանական եկեղեցու հետևորդին կարող են դիտարկել որպես դեստրուկտիվ կազմակերպության անդամ այն հիմնավորմամբ, որ այդ կազմակերպության եկեղեցու հոգևոր հովիվները Միացյալ Նահանգներում են ապրում։ Սա դեռևս իմ ենթադրություններն են, բայց կարծում եմ այս ամենը իսկապես կարող են դիտարկել որպես այն խախտումների դրսևորում, որոնք ես հիշատակեցի։ Եվս մի հանգամանք խոսքը այդ սահմանապահ ծառայության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու մասին է։ Այստեղ պետք է դա հաշվի առնեն այն Հայաստանի բեռնափոխադրող ընկերությունների վարորդները, ովքեր հաճախ են ելքումուտ կանում Ռուսաստան, պետք է առավել զգուշավոր լինեն, զուսպ լինեն եւ հաշվի առնեն, որ դա եւս կարող է խնդիր լինել իրենց համար։ Շնորհակալություն։